Եթե օրինակ Դավիթ Բաբայանը ինքնակամ է գնացել, բայց սպառնալիքների եւ ճնշումների ներքո ինչպես է կարգավորվում այս իրավիճակը։ Այստեղ այդ ինքնակամությունը պետք է պայմանականության մեջ ընկալենք, քանի որ ողջ տարածքը վերահսկվել է եւ հստակ պահանջ է ներկայացվել ներկանալու, որը կամովին չիրականացնելու պարագայում ենթակա էր հարկադիր կատարման հնարավորությունների գոյության պայմաններում, այսինքն պարոն Բաբայանի համար կանխատեսելի է եղել, որ այդ պահանջը չիրագործելը առաջացնելու է պահանջի հարկադրման, կատարման հարկադրման եւ այստեղ իմ գնահատմամբ որևէ իրավական նշանակություն գործընթացների համար չունի։ Նույնիսկ եթե կամովին է ներկայացել, միևնույն է դատական ակտերի իշխանության որոշումների հիման վրա է, որ նա այս պահին գտնվում է անազատության մեջ։ Կարող ենք զուգահեռներ անցկացնել կամովի ներկայանալու ներպետական ինստիտուտի հետ, օրինակ խրախուսական է, երբ առանձին հանցագործություն կատարած անձինք կամովին ներկայանում են ոստիկանությանը եւ հետագա գործընթացներում սա կարող է հաշվի առնվել պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնելու համար, բայց սա արարքը բացառող չէ եւ կարծում եմ, որ այստեղ այդ կամովինը հարաբերական էր, քանի որ կանխատեսելի էր, որ Ադրբեջանի իշխանությունները բոլոր դեպքերում նրան ձերբակալելու էին։ Դա ժամանակի խնդիր էր, ընդ որում շատ սեղմ ժամանակային խզմամբ։